Մենք որպես կանոն խոսում ենք մեր երկրում ըստ էության չգործող կամ գործող կարմիր գծերի մասին, բայց նաև յուրաքանչյուր պաշտոնյա անկախ իր կարգավիճակից կարծում ինքն էլ ունի իր կարմիր գծերը։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, թե Արմեն Աբազյանի պաշտոնակությունը ինչով է պայմանավորված, բայց միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Իրականում ինչ է եղել, սա միայն իմ ենթադրությունն է, բնականաբար սրա մասին ողջ եղելությունը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ որ դրա հետ կապված Արմեն Աբազյանը ինքը բարձրաբանում կներկայացնի։ Պարոն Աբրամյան, Արմեն Աբազյանը 7 տարի է ղեկավարում է ազգային անվտանգության ծառայությունը, 7 չէ, 20 թվականից պատերազմից հետո, 7-ից խալասեցի, նոյեմբերից նշանակվեց եւ ղեկավարում է, դուք ասում եք կարմիր գծեր, այս ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել։ Ինչ եք կարծում, այսինքն դուք կարծում եք, որ կոնկրետ ապօրինի ինչ-որ շատ լուրջ հրահանգ է իջեցվել, որը հանգեցրել է այս որոշմանը։ Եվ արդյոք այս տարիներին այդպիսի նախադեպ չի եղել եւ ինչու հենց այստեղ էլ երկգործեց։ Նախ մենք խոսում ենք ենթադրությունների մասին, որովհետեւ այն պաշտոնյան ում հետ տեղի ունեցա այդ ամենը, ինքը որևէ բարձրաբանում դեռևս չի ներկայացրել, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի մանրամասն խոսելու։ Բնականաբար վերջին 5 տարիներին մեր երկրի հետ շատ բան է տեղի ունեցել։ Օրինակ 23 թվականին Արցախի օկուպացիա է տեղի ունեցել։ Մեր երկրում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ քաղաքական ուժը կամ այն դերակատարները, որոնք հայտարարում էին, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո սկսեցին հայտարարել, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այսինքն այնպես չէ, որ ես ինքս անձամբ համարում եմ, որ սա կարմիր գծերի առաջին հատումն է եղել, հատկապես որ ինքս էլ ներկայացնում մի քաղաքական ուժ, որի շատ անդամներ, սկսած Հուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից կամ այս պահին անազատության մեջ 2 տարի արդեն անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանից գտնվել են մշտական այս իշխանությունների տարբեր հարվածների ներքո եւ քաղաքական հետապնդումների տակ եւ բնականաբար այս տեսանկյունից այն որ մենք խոսում ենք կարմիր գծերի մասին, ես պատահական չեմ ասում, որ յուրաքանչյուրը պաշտոնյա եւ ինքն է իր համար ունի եւ դա ինքը համարել է իր համար այդ կարմիր գծերի հատում։ Մենք խոսում ենք ենթադրյալ ինչ-որ իրավիճակի մասին, մենք չենք խոսում այն բոլոր իրավիճակների մասին, որը այս 5 տարիներին տեղի ունեցել մեր երկրում, ինչը մեր համար է համարվել կարմիր գիծ, որովհետեւ եթե խոսում ենք կարմիր գծերի հատման մասին, ապա դա հատվել է դեռևս 2018 թվականին, երբ որ առաջին հարվածները սկսեց Մայրաթորի նկատմամբ, երբ առաջին հարվածները սկսեց զինված ուժերի նկատմամբ, երբ առաջին անգամ հստակ դարձավ, որ իշխանության եկած ուժը ոչ թե պայքարում է օրենքի գերակայության համար, այլ պայքարում է իր արտոնությունների, իր հնարավորությունները եւ հետագայով նաեւ այնպիսի ավտորիտար բնույթի պետության կառուցում որ այսօր ունենք, այսինքն իմ տեսանկյունից այդ կարմիր գծերը դեռևս 18 թվականին է հատվել, բայց թե Արմեն Աբազյանի մոտ դա երբ է հատվել, ինչի արդյունք է եղել, դա իմ համար մի փոքր դժվար է մեկնաբանել։ Բացատրություն պետք է տրվի, այսինքն ակնկալվում է ստանալ ինչ-որ բարձրաբանում եւ այլն, թե այս իրավիճակում դա չի էլ լինի նախկին նաեւ փորձերը հաշվի առնելով, որ պաշտոնյաները հեռացվում են առանց որևէ բարձրաբանում։ Եթե ես խոսեի իմ քաղաքական թիմակցի վարքագծի կամ նրա հետ տեղ ունեցած ինչ-որ իրավիճակի մասին, ես շատ հստակ դրա մասին կասեմ, բայց քանի որ խոսք ունենք մի պաշտոնյայի մասին, ով իր պաշտոնի բերումով եւ քաղաքական այդ պահին իր առաջնորդությունների առումով առանցություն առանձնապես չունի իմ հետ, բնականաբար ես չեմ կարող ասել, թե նա այս պահին ինչով կառաջնորդվի եւ իր պարզաբանումների հիմքում ինչ կդնի։ Պարոն Աբրահամյան, ինչպես մեկնաբանեք Սամվել Կարապետյանը շուրջ տեղ ունեցավ Երևանից այստեղից, ինչ եք կարծում, սա ուղիղ կապ ունի հենց երեկվա հայտարարության հետ, թե գուցե ավելի խորքային հարցեր կան։ Տեսեք, այն հարձակումները, որոնք սկսվել են Մայրաթորի նկատմամբ, տարբեր հոգեորականների նկատմամբ, բնականաբար իշխանության համար այդպես էլ հեշտ մարսվող թեմա չի կարող լինել,
որովհետև հայ առաքելական եկեղեցին ունի բավականին բարձր վարկանիշ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Այդ հեղինակությունը ոչ թե ստեղծվել է 1, 2 կամ 3 օրերի, ամիսների կամ տասնամյակների ընթացքում, դա հազարամյակների պատմություն է եւ եկեղեցին նաև իր մեջ կրում այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որը անմիջապես կախված է հայ ժողովրդի պետականության տարբեր փուլերի հետ։ Եվ բնականաբար հայ առաքելական եկեղեցու դեմ այդ հարձակումները չի կարող արագ որևէ արձագանք ունենալ։ Հիմա ստեղծված իրավիճակում, գիտեք, հավատավոր ժողովուրդը սատար է կանգնել իր եկեղեցուն։ Հիմա դա նաև արտահայտվել է Սամվել Կարապետյանի նաև հայտարարությամբ, եւ իշխանությունը այդտեղ բնականաբար վտանգ է տեսնում, որովհետեւ որքան այս process-ը դառնում է մեր հասարակության մոբիլիզացիայի նաև աղբյուր, բնականաբար դա շատ ավելի անհանգստացնող է եւ անհանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի քշիրը չնայած առաջին հերթին արտահայտում է տնտեսական հարաբերություն որպես գործարար, բայց բնականաբար իր հեղինակությունը նաև քաղաքական բավականին մեծ քշիր է նաև հաղորդում նաև իր վարքագծին, իր կենսագրությանը եւ բնականաբար ստեղծված իրավիճակում իշխանությունը որևէ ձևի պետք է ռեակցիա տար, որը երեք արտահայտվել է ձեր տեսած ձևով։